անգամ խոսեցիք ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքների մասին։ Դրա հետ զուգահեռ լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ն համոզում է մարդկանց, տեղեկություններ է տարածում, թե իբր նոր կենսաչափական կարմիր այդ անձնագրերը, որոնք պետք է շրջանառության մեջ դրվեն այս տարեվերջին, հնարավորություն են տալու անարգել մեկնել մուտք գործել Եվրոպա։ Ընդհանրապես դա հնարավոր համարում եք։ Բացարձակապես սուտ է, որովհետև բիո ազնագրերը դա չի նշանակում առանց վիզա այցելություն։ Հայաստանը արդեն ունեցել է բիո ազնագրեր եւ հենց այս իշխանությունը արել է ամեն ինչ, որ ընդհատվել է այդ բիո ազնագրերի օգտագործումը։ Կապ չունի ընդհանրապես։ Բիո ազնագիրը պարտադիր պայման է առանց վիզաների համար, բայց ոչ թե հակառակը։ Ուրեմն հերթական սուտն է։ Եվ վերջին հարցս, եթե թույլ տաք, նաև մամլում ուսումնասիրություն է հրապարակվել, որ 2021 թվականի համեմատ քաղաքացիական պայմանագրի այդ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը առնվազն կրկնապատկվել են, միլիոններով են ավելացել։ Փաշինյանը օրինակ 1 միլիոն էր ստանում, հիմա ստանում է 2.6 միլիոն, Արայք Հարությունյանը 3 միլիոն։ Արդյոք ձեր իշխանության գալու պարագայում այդ խիստ անհավասարաչափությունը սովորական աշխատակիցների աշխատավարձի անկասկած վերացնելու չի կարող օրինակ նախարարը եւ նախարարության ավագ մասնագետը կամ որևէ մասնագետ կամ բաժնի վարիչը այդպիսի տարբերություն ունենան վարձատրության անկյան։ Ողոքի հնարավոր չէ։ Սա անարդարություն է։ Հատկապես մարդիկ, որոնք ոչ նորմալ կրթություն ունեն, ոչ նորմալ գիտելիքներ ունեն, ու չես էլ հասկանում, թե ինչի համար են այդպիսի գումարներ ստանում։ Այդ առանց պարգևավճարների, չէ, ինչ որ ասում են։ Դրան գումարեք, դրա կրկնապատկած պարգևավճարները, այո։ Չենք թույլատրելու եւ այս ամենը փոխվելու է։ Շնորհակալություն։